Սատանայի զենքերից մեկը հիմա ձեզ բացեմ որն է, մարդուն միտք տալն է, հիմա ձեզ շատ բաներ կբացեմ, որ ինձ բացեց Սուրբ Հոգին, միտք ես տանում մի գործի վերաբերյալ ու դու վստահ ես քո մեջ, որ դու կարաս այդ անես, մտքի հետ սեր ես զգում, երջանկություն ու հանգստություն, այդ Աստծուց է միտքը, երբ որ Աստծուց է լինում միտք, դու 100% վստահ ես, որ դու այդ կարող ես անես, այնքան վստահ ես, որ թփրտում է սիրտդ, գնում ես ընկերոջդ ես պատմում, որ սենց բաներ ես ուզում սկսես, կամ քո հարազատներիդ, իրանք կասեն հա լավ միտք է, բայց քո մոտ չի ստացվի, գիտես խի, որտեվ այդ իրանց միտքը չի, այլ միտք տվողի միտքն է, ով միտք կարա տա տվյալ մարդուն ու հետն էլ ցույց տա նկարներ, ու այդ մարդը քեզ սիրելով հանդերձ, քեզ կհամոզի, որ հետ կանգնես, որ չսայթակես, դևերի ուժը գիտեք որտեղ է, իրանք կարող են միտք տան ու միաժամանակ թաքնվեն, համոզելով, որ այդ քո միտքն է, այդ իրանց ամենաուժեղ զենքն է, որը օգտագործում են թաքնվելն է, ավելի շատ մարդկանց խաբելու համար, բայց միայն Աստծու ընտրյալները կբացահայտեն ու կտեսնեն դրանց, փորձիր զանազանել մտքերդ իրարից, մտքերը լինում են 3 տեսակի, Աստծուց եկած միտք, քեզանից եկած միտք ու դևերից եկած միտք, հիշիր ամեն եկած մտքի համար կարաս աբրաշատ լինես Սուրբ Հոգուն, մտքերը իրարից զանազանելու համար, թե որտեղից է եկել այդ միտքը, ես քեզ վստահացնում եմ 5 վայրկյան հետո Սուրբ Հոգին քեզ կպատասխանի, եթե երբեք մեղ գործած Հիսուսին Սատանան կարողացավ մոտիկանա աննապատում, ուրեմն 100% վստահ եղի, քեզ էլ կմոտենա, նոր ստացած միտքդ, որը որ վստահ ես, դու կարող ես մի հայտնի մարդկանց, կարծիք հարցնելու համար, կկոտրի քեզ կողքից միտք տվողը, դևը, ով թաքնվում է, այլ վստահիր Աստծուն ու սկսիր, հիշիր մի բան, ոչ թե մարդիկ չեն ուզում դու հաջողության հասնես, այլ դևերը չեն ուզում դու հաջողություն ունենաս, մեր պայքարը միմյանց դեմ չէ, եղբայրներ, այլ դևերի դեմ է, փառք Հիսուսին, ամեն